զարգանան կերևա։ Ամեն դեպքում ես որևէ սպասում ամեն դեպս չունեմ։ Կա այլ հանգամանք, որը չեն կարող որևէ կերպ հաշվի չառնել, թե ինչու է Դավիթ Համբարձումյանը թիրախավորված։ Բնականաբար այստեղ կան հստակ պրոցեսներ, որի հիմքում էլ դրված է նաև այս թիրախավորումը։ Առաջին հերթին դա կապված է նախորդ տարի սկսված եւ ընդդիմադիր ուժերի համար միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի ֆակտորով գործունով։ Երկրորդը նկատել եք, որ իշխանությունը հատկապես նախորդ տարի բավականին կոշտ հետապնդումներ է սկսել բոլորային համայնքի ղեկավարի նկատմամբ, որոնք ունեն հեղինակություն, որոնք չեն արտահայտում իշխանության տեսակետները եւ բնականաբար նրա համար դիտվում են որպես թիրախներ։ Հիմա բոլոր առումներով Դավիթը իշխանության այդ հետապնդումների կերպարն էր, չեմ ուզում ասել, որ տեղի ունեցել անսպասելին, որտեղ Հայաստանում կառուցված բռնապետության պայմաններում մեծ առումով կարելի էր ակնկալել, որ կարող են նման զարգացումներ եւ ինքը Դավիթն էլ պատրաստ էր այդ զարգացումներին եւ process-ը այնքան է շարժվելու այս տրամաբանության մեջ, քանի Հայաստանում քաղաքական հանգուցալուծում տեղի չի ունեցել եւ քաղաքական այս իշխանությունը հեռացված չէ։ Շնորհակալ եմ, պարոն Աբրամյան։